Հիսուսից եկո այս ամբողջ թաղամասը պատգամավոր պրիզնատա գալիս երկրորդ մարդն է Հիսուսից հետո Սամվել Ալեքսանյանը։ Արդեն երկրորդ օրն է, ինչ թիվ 7 ընտրատարածքում Հայ ազգային կոնգրեսի պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական բակային հանդիպումները անցնում են լարված մթնոլորտում։ Մալացիա Սեբաստիայի բակերում Նիկոլ Փաշինյանի հայտնվելուն պես ձևավորվում է մարդկանց փոքր խումբ, բաղկացած հիմնականում կանանցից, որոնց ստեղծած աղմուկի մեջ հնարավոր չի լինում լսել թեկնածուի ձայնը։ Ես քեզ չեմ ուզում լսեմ, դու սալի ասեցի։ Երեսը քեզ պնդեցել եմ, ինչ ես ուզում լսնի։ Նիկոլ Փաշինյանի մրցակից Սամվել Ալեքսանյանին սատարում են նաև տղամարդիկ։ Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանին այդպես էլ չհաջողվեց համապարփակ պատասխանել որևէ հարցադրման, քանի որ հավաքվածները ի սկզբանե որևէ բան լսելու տրամադրված չէին։ Իչև այդ որ դուք բանը իշխանության գլխին եք, ես չեմ տեսել ձեր առանց բաները, բայց ասեք ինչ եք արել։ Բայց ես ուզում եմ Նիկոլ Փաշինյանը այսօր ասուլիս էր հրավիրել Մալացիա Սեբաստիա համայնքում 3 տեղի ունեցած նմանատիպ իրավիճակի վերաբերյալ։ Ըստ թեկնածուի այս խմբերը պատահական մարդկանցից չեն կազմված։ Մենք նաև տեղեկատվություն ունենք մի քանի կոնկրետ անձանց վերաբերյալ, ովքեր աշխատում են Սամվել Ալեքսանյանի այս կամ այն ձեռնարկությունում, օրինակ նրանցից մեկի վերաբերյալ տեղեկություններ ունենք, որ Սամվել Ալեքսանյանը ինչ որ օղու արտադրամասում աշխատում է։ Փաշինյանին դիմավորող մարդկանց հիմնական մեղադրանքը կայանում է վերջինիս Սամվել Ալեքսանյանի նկատմամբ արած ոչ հարգալից արտահայտություններին։ Փաստորեն Սամվել Ալեքսանյանը եւ նրա թիմը, այսպես ասած, փորձում է ցույց տալ, թե ես իբր իր նկատմամբ վիրավորական արտահայտություն եմ անում, ասելով լֆիկ Սամո։ Ես եկեք արձանագրենք մի իրավիճակ, որ մարդը իր ամբողջ կյանքում վաստակել է անուն, որը փաստորեն իր համար վիրավորական է, սա այդ մարդու ամենամեծ գնահատականն է։ Եվ երեկվա միջադեպը ցույց տվեց, որ Սամվել Ալեքսանյանը քաղաքական եւ ընդհանրապես պայքար կարող է վարել միայն լֆիկների հետևում թաքնվելով։ Հիսուսից հետո, Հիսուս Քրիստոսից հետո երկրորդ